Պարոն քաղաքապետ, զեկուցում եմ ձեզ, որ մշտապես կապի մեջ են գտնվում վարչական շրջանի աշխատակազմերի երկխաղլույս տրանսպորտի վարչության եւ Երևան ավտոբուս ՓԲ-ի հետ, ինչպես նաեւ որոշ դեպքերում ՆԳՆ բարեկային ծառայության հետ նշված խնդրահարույց հասցեներին կատարվելիք աշխատանքները մեր կողմից կատարվում են հրատապության սկզբունքով 3 օրերի ընթացքում կարելի ասել, որ բոլոր աշխատանքները այս պայմանությամբ կատարված են եւ այսօր գրեթե բոլորը եւ այսօր իրականանում է Երևան ավտոբուս ՓԲ-ի կողմից առաջ քաշված խնդրի լուծումը Ավան վարչական շրջանում ավտոբուսների խանգարող մանր ծառի ճյուղերի հեռացման աշխատանքներն իրականացնելու։ Պարոն քաղաքապետ, թույլ տվեք նաև զեկուցել ձեր հանձնարարականի մասին կապված հանրակրթական դպրոցների կանաչ տարածքների մշակման, դրանում էդի եւ դենդրոպաթոլոգիական աշխատանքներ կատարելու վերաբերյալ ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ հանրակրթության վարչությունից ստացել ենք 123 դպրոցներում աշխատանքներ իրականացնելու հայտեր, կատարվել է ուսումնասիրություն, դպրոցներ կան, որ ունեն բավականին մեծ տարածքներ, օրինակ Ավանում 124 դպրոցում բավականին մեծ տարածք է եւ տարածքներում ուսումնասիրության արդյունքում բոլոր տարածքներում անհրաժեշտ է իրականացնել սանիտարական էդի ծառերի, սանիտարական ձևավորման, ինչպես նաև չոր եւ վտանգավոր ծառերի հեռացման աշխատանքներ եւ հաշվի առնելով, որ սանիտարական էդի աշխատանքները իրենից պահանջում են սեզոնայնություն, աշխատանքները կազմակերպել ենք 2 փուլով, պարոն քաղաքապետ, այժմ դպրոցների տարածքներից հեռացվում են չոր եւ տապալման ենթակա ծառերը, իսկ աշնանը կմեկնարկի արդեն այդ ծառերի սանիտարական ձևավորման, երիտասարդացման աշխատանքները։ Այսքանը այս մասով եւ պարոն քաղաքապետ, եթե կարելի է, եթե թույլ կտաք մի հրատապություն պարունակող հարցի մասին էլ խոսեմ, եթե կարելի է։ Երևան քաղաքում ուրեմն միայն անցած տարի Երևան քաղաքի կանաչ տնկարկներից դուրս է բերվել 1500 չորացած ծառեր, սրանով ուզում եմ նշել, որ կազմակերպությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում չոր եւ տապալման ենթակա ծառերի հատման եւ դրանք տարածքներից կանաչ դուրս բերման հարցը, սակայն լինում են դեպքեր, դրանք հիմնական բարդի ծառատեսակներն են, որոնք ուրեմն ունենում ենք դրանց նաեւ տապալման դեպքեր քամիներից կամ կիսատապալման, եթե կարելի է այսպես ասել, որի ժամանակ առաջանում է մեծ վտանգավորության աստիճան եւ կազմակերպությունում խնդիր է առաջանում դրանց հեռացման աշխատանքները կազմակերպելու, հետեւաբար մենք այդ դեպքերում դիմում ենք ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների ծառայությանը, այսպես ասեմ, այժմ ունենք ուրեմն մեկ հասցե կենտրոն վարչական շրջան Պուշկին 24-ում հսկայական բարդին մոտ 20-30 մետրանոց կիսատապալվել է բնակելի շենքի վրա եւ ստեղծել է վտանգավորության մեծ աստիճան։ Պարոն քաղաքապետ, մենք չունենք համապատասխան փրկարարական տեխնիկա, մեր մոտ միայն այդ բարձրացնող այդ բաներն են, ամբարձիչներն են, բայց դրա համար անհրաժեշտ է իրականացնել, օրինակ այդ ծառը անհրաժեշտ է, որ հատուկ տեխնիկա մոտենա, այդ ծառը կպվի ամբարձիչներով, ուրեմն ճոպաններով եւ հմուտ մասնագիտական մոտեցում ցուցաբերի, ծառը բերվի անվտանգ վիճակի, որովհետեւ ամբողջովին հենված է շենքին եւ դրա տակից հատելու դեպքում մենք ամբողջը այդ շենքին մեծ վնասներ կազմենք, չխոսած մարդկանց մասին եւ ամենակարևորը ես ուզում եմ նշել, որ մենք չունենք աշխատակիցներ, որոնք անցել են կամ ունեն թույլտվություն նման բարձրությունների վրա իրականացնելու փրկարար ծառայություններ։ Մեր աշխատակիցներն իրականացնում են միայն սանիտարական էդի աշխատանքներ։ Հետևաբար կխնդրեի ձեր միջնորդությունը փրկարար ծառայությանը նման դեպքերում
իրականացնելու այդ աշխատանքները բերելու իրավիճակը ավելի անվտանգ իրավիճակի, իսկ կազմակերպությունը պատրաստ է իրենց հետ համատեղ դրանից հետո կտրատել եւ տվյալ ծառը դուրս բերել տարածքից։ Այժմ հենց հիմա ունենք ուրեմն Պուշկին 24 հասցեում նման խնդիր։ Շատ լավ, պարոն Բեգոյան, մենք մեր գործընկերներին իհարկե կխնդրենք աջակցել մեզ այդ հարցում, բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ հետագայի համար նմանատիպ դեպքերում ինչպիսի լուծումներ պետք է համակարգային ունենանք, այսինքն աշխատանքի բաժանումը հստակ հասկանանք, ով որ հատվածը պետք է իրականացնի, եթե այնուամենայնիվ մենք ունենք հնարավորություն դա կազմակերպելու, հետագայում միգուցե ոչ հիմա, մենք դիտարկենք, եթե չենք ունենալու, գոնե ուրեմն մեր գործընկերներին տեղյակ պահենք, որ նմանատիպ դեպքեր են ունենում եւ իրենց տեխնիկան օրինակ բարբերաբար պետք է գալու։ Ինչ վերաբերում է դպրոցներում իրականացվելիք կետին եւ սանիտարական այդ աշխատանքներին, Տիկին Խաչատրյան, շատ կարևոր է, որ մենք պայմանավորվել ենք տնօրենների հետ, որ մենք այս աշխատանքը իրականացնելու ենք բարբերաբար եւ կարծում եմ նաեւ կարող ենք առաջարկել Եթե դպրոցները ունեն նմանատիպ նախաձեռնություններ եւ ես հուսով եմ որ կունենան, նաեւ ծառատնկման նախաձեռնությանը աջակցել տնկիներով մասնավորապես եւ կարծում եմ աշակերտները հենց իրենք էլ կարող են իրենց դպրոցի բակում այդ ծառերը տնկել, այսինքն այս աշխատանքներից հետո նաեւ ենթադրվում է որ նոր ծառատեսակներ պետք է տնկվեն դպրոցների բակերում եւ այդտեղ կարծում եմ հենց աշակերտները կարող են իրենց ներդրումն ունենալ։